Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային անվտանգությունը, Հայաստան-ԵՄ գործակցությունը, նաև ռազմավարական գործընկերության նոր ձևաչափերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ գործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Փաշինյանը կարևորել է գործընկերության շարունակական խորացումը, ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների եւ պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Վարչապետը կարևորել է Սթարմերի այցը Հայաստան, նշելով, որ սա Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն։ Հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Սթարմերը փոխանակվել են Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Խորվաթիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր եւ անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հայաստանի եւ Խորվաթիայի միջև ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր։ Վարչապետի հաջորդ հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ էր։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ գործակցության զարգացման հեռանկարները, կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության խորացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների վերաբերյալ։ Գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև Փաշինյանի եւ Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Ելմազի հետ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անի Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Անի պատմական կամուրջը գտնվում է հայ-թուրքական սահմանին եւ համարվում է տարածաշրջանի պատմամշակութային կարևոր հուշարձաններից մեկը։ Կամրջի վերականգնման շուրջ արձանագրության ստորագրումը ներկայացվում է որպես մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլ։ Հայաստանի եւ Իսպանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Պեդրո Սանչեսն էլ քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ տնտեսական գործակցության ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում ընթացող գործընթացներին։ Հեռանկարային են համարվել տնտեսության, էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտներում գործակցության հնարավորությունները։ Երևանում պաշտոնապես բացվել է նաև Բելգիայի թագավորության դեսպանությունը։ Արարողությանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը։ Երկու երկրների ղեկավարները դեսպանության բացումը գնահատել են որպես հայ-բելգիական հարաբերությունների զարգացման նոր փուլ, ընդգծելով քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական եւ ժողովրդավարական գործակցության խորացման կարևորությունը։ Սա իսկապես պատմական պահ է, խոր հպարտությամբ ենք բացում Բելգիայի դեսպանությունը Հայաստանում, քաղաքակրթության օրաններից մեկում։ Այս դեսպանությունը պարզապես երկու երկրների երկարատև կապի խորհրդանիշ չէ, այլ ապագայի հանդեպ մեր հանձնառության արտահայտությունը։ Մենք պատրաստ ենք խորացնել գործակցությունը բիզնեսի, նորարարության, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների եւ գիտական փոխանակման ոլորտներում։ Բելգիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին եւ կշարունակի ամրապնդել մեր երկրների բարեկամությունը։ Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը Բելգիայի եւ Հայաստանի միջև զարգացող հարաբերությունների կարևոր դրսևորում է։ Մենք ունենք երկարատև պատմական կապեր, որոնց հիման վրա այսօր ձևավորվում է ժամանակակից գործակցություն։ Բարձր ենք գնահատում Բելգիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ Եվրոպական միության հետ գործակցության խորացմանը։ Վստահ եմ այս դեսպանությունը նոր խթան կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել էր Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովային։ Կողմերը քննարկել են Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել էր Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։
Վարչապետը հանդիպել էր նաև Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիեին, Ալբին Կուրտի, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։ Կողմերի միջև քննարկվել են Հայաստանի երկկողմ հարաբերությունները խորացնելու, գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնելու, նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում Կանադայի վարչապետը շնորհակալություն էր հայտնել Հայաստանին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում կանադացիներին ցուցաբերած աջակցության համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։